ենք քո առաջ իմ Աստված։ Մենք կանգնած ենք քո սուրբ ներկայության մեջ իմ Աստված ջան։ Գովերքում ենք քո անունը Հիսուս, որ դու արժան ես փառքերի իմ Աստված ջան, որ դու արժան ես մեծարվելու ես վայրի մեջ իմ Հիսուս ջան։ Թող քո փառքը երևա այս վայրի մեջ, թող քո ներկայությունը երևա այս վայրի մեջ իմ Աստված ջան, որ մենք կանգնենք քո առաջ Հիսուս, մեծարենք քո սուրբ անունը իմ Աստված, որտեղ միայն դու ես արժան մեծարվելու ես վայրի մեջ։ Միայն դու երևա այս վայրի մեջ իմ Աստված, քո փառքը հայտնիր Տեր ջան, քո փառքը հայտնիր ես վայրի մեջ իմ Հիսուս ջան։ Թող միայն քո հոգին գործի իմ Աստված, քո ճշմարտության հոգին իմ Աստված ջան։ Փառավորվիր ես վայրի մեջ իմ Հիսուս, մեծարվիր ես վայրի մեջ իմ Աստված։ Թող բոլոր հայացքները ուղղված լինեն դեպի քեզ, թող բոլոր սրտերը նայեն դեպի քեզ, թող մեր հայացքը ուղղված լինի դեպի քեզ իմ Աստված։ Մեր սպասումը քեզանից է իմ Հիսուս, մեր սպասումը մարդուց չի իմ Աստված, այլ քեզանից է։ Մենք քո կարիքն ունենք այսօր էլ իմ Աստված, մենք այսօր էլ քո փառքի կարիքն ունենք իմ Աստված, քո ներկայությամբ հպվիր մեզ իմ Աստված, դու այն ինչ որ պատրաստել ես Տեր ջան, թող գա մեր սրտերի մեջ իմ Հիսուս, եւ այն ինչ որ դու պատրաստել ես Տեր ջան, թող գործի քո փառքի համար իմ Հիսուս, մեծարվիր ես վայրի մեջ, դու երևա իմ Աստված, թող միայն ու միայն քո անունը փառավորվի Հիսուս, Հիսուսի անունով ամեն։ Փառք Աստծուն այսօրվա համար էլ։ Փառք Աստծուն, որ ամեն անգամ տարբեր ձևով է գործում մեր հետ։ Փառք են Աստծուն, որ բազմազան Աստված է, որ ամեն անգամ նորովի է գալի մեր կյանքերի մեջ։ Ճիշտ ասած, սկսելուց առաջ ուզում եմ ասեմ, որ ամեն անգամ Աստվածաշունչը կարդալուց իմ մեջ նոր սեր է գալիս Աստծո խոսքի հանդեպ, չգիտեմ ինչից է տենց, բայց երբ որ ամեն անգամ կարդում եմ Աստծո խոսքը, ամեն անգամ նորովի եմ լցվում իրանով, ամեն անգամ զարմանում եմ իր բազմազանության վրա, որ իր խոսքի մեջ սենց մեծ գանձեր է դրել ու տվել է մեզ, որպեսզի մենք իմանանք իր կամքը, իր խոսքի միջոցով։ Այսօր ուզում եմ խոսամ երկրորդ օրինաց գրքից, իմ պատգամը հիմնականում կազմված է երկրորդ օրինաց գրքի վրա։ Երկրորդ օրինաց գիրքը գրվել այն ժամանակ, երբ որ Իսրայելը արդեն եկել էր, կանգնել էր Հորդանան գետի առաջ, այդ շրջակայքում էր ու պատրաստվում էր մտնել Քանանի երկիրը, պատրաստվում էր մտնել այն Տիրոջ խոստման երկիրը։ Ուզում եմ մի քիչ ներկայացնեմ ինչ ժամանակներում է գրվել երկրորդ օրինացը։ Գիտենք, երբ որ Իսրայելը կանգնած էր Քանանի երկրի առաջ, 12 լրտեսներ ուղարկեցին, որպեսզի գնան, տեսնեն երկիրը, ու երբ որ 12 լրտեսները հետ եկան, բոլորը ասեցին միաձայն, կաթ ու մեղր բխող երկիր է։ Աստված մեծ բաներ անում է, մեր համար մեծ բաներ է պատրաստել, բայց վախեցան գնալ այդ երկիր, որովհետև ասեցին ընդեղի մարդիկ մեծ են։ Ու ամբողջ Իսրայելը վախեցավ մտնել Քանանի երկիր, ու սկսեց տրտնջալ Աստծո առաջ, ասեց Աստված մեզ անեց քարեց, որ հանեց Եգիպտոսի երկրից, որ բերեց այստեղ։ Միայն Քաղեբն ու Հեսուն էին, որ ասեցին Աստված մեր հետ է, մենք կարող ենք մտնել։ Բայց քանի որ Իսրայելը տրտնջաց ու քանի որ Իսրայելը չհավատաց, այդ պատճառով Աստված պատժեց Իսրայելին։ Ու 20 տարեկանից բարձր ողջ ժողովուրդը չմտավ, այլ իրանցից հետո եկող սերունդը պետք է մտներ Քանանի երկիրը։ Ու 40 տարի իրանք պտտվեցին անապատում, շրջեցին, երկար ճանապարհ անցան, մինչև են հին սերունդը մահանար, նոր սերունդը գար առաջ, որպեսզի մտներ նոր խոստացված երկիրը։ Ու երկրորդ օրինացի այս պատմությունները նկարագրված են այն ժամանակ, երբ որ են նոր սերունդը կանգնած է Հորդանան գետի առաջ, ու այդ ժամանակ Մովսեսը խոսում է տալիս է նորից օրենքներ իրանց, որտեվ նոր սերունդը չգիտեր օրենքները։ Դրանք թլպատված չէին, չգիտեին Աստծո մասին, ու կանգնած կարծես նոր փուլ իրանց կյանքի նոր փուլ մտնելուց առաջ
Մովսեսը ներկայացնում է իրանց Աստծո կամքը, ներկայացնում է Աստծո օրենքները։ Ու Մովսեսը երկրորդ օրինաց գրքի մեջ խոսում է, թե ինչպես Աստված իրանց հետ էր, ինչ մեծ հրաշքներ արեց իրանց, ինչպես պատերազմում հաղթեցին Աստծո միջոցով, նրանց առաջ կրկնեց 10 պատվիրանները, խոսած կռապաշտությունից հեռու մնալու մասին, սրտերը թլպատելու մասին։ Հետարքիր է, որ երբ որ Մովսեսը խոսում էր սրտերը թլպատելու մասին, սրանից 1450 տարի, մոտավոր այսքան տարի հետո նույն Պողոս առաքյալը խոսալու էր Հռոմեացիս գրքում սրտերը թլպատելու մասին։ Դրանից հետո Մովսեսը տալիս է շատ օրենքներ, տալիս ապաստանի քաղաքների մասին, եթե ինչ-որ մեկը միամիտ, ինչ-որ մեկին սպանի, թող փախնի այդ ապաստանի քաղաքները, խոսում էր 3 մեծ տոների մասին, ու երբ որ գալիս ենք 28-րդ գլուխը, հետարքիր է, որ Մովսեսը խոսում է օրհնության եւ անեծքի մասին։ Խոսում է, որ Աստված մեր առաջ դրել է օրհնություն եւ անեծք, դրել է կյանք ու մահ, որը մենք պետք է ընտրենք։ Ուզում եմ կարդամ այդ հատվածները։ Եկեք կարդանք երկրորդ օրինաց 28-րդ գլխի 1-ից 8 համարները։ 28-րդ գլխի 1-ից 8 համարները ասում է. «Եվ եթե քո Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, քո Եհովա Աստվածն էլ երկրից բոլոր ազգերից է գերազանց կանե քեզ։ Եվ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան, քեզ կհասնեն, եթե քո Եհովա Աստծուն ձայնին լսես։ Դու քաղաքի մեջ օրհնյալ եւ դաշտի մեջ օրհնյալ կլինես։ Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը եւ քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, կովերի ծնունդը եւ ոչխարների հոտերը, օրհնյալ լինի քո կողովը, քո տաշտը, դու օրհնյալ կլինես մտնելիս, օրհնյալ կլինես դուրս գալիս»։ Ուսեն շատ օրհնություններ է ասում է դու գլուխ կլինես, պոշ չես լինի։ 28-րդ գլխի 1-ից մինչև 14-րդ համարները Մովսեսը խոսում է օրհնության մասին, որ եթե դու հնազանդվես Աստծուն, եթե ընտրես իր պատվիրաններին հնազանդվելը, օրհնությունները կգան քեզ։ Դրանից հետո 15-ից 68-րդ համարը գրված անեծքի խոսքեր, եկեք կարդամ մի քիչ։ 15-րդ համարից. «Բայց եթե քո Եհովա Աստծո խոսքին չլսես եւ չպահես եւ չանես նրա բոլոր պատվիրանքները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, այն ժամանակ այս ամեն անեծքները քեզ վրա կգան եւ կհասնեն։ Անիծյալ կլինես դու քաղաքի մեջ, անիծյալ կլինես դաշտի մեջ, անիծյալ կլինի քո կողովը եւ քո տաշտը, անիծյալ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, կովերի ծնունդը»։ Ու էլիս են շատ թվարկում է ինչքան անեծքներ մեր վրա կգան, եթե մենք չընտրենք Աստծուն հնազանդվելը։ Գիտեք ինչն է հետարքիր։ Երբ որ Աստված մեզ ներկայացնում է եւ օրհնությունները եւ անեծքները, երկրորդ օրինաց գլխում 4 անգամ գրված է։ Երկրորդ օրինաց 30 գլխի 15 համարում, 19 համարում, 11-ի 26 համարում Աստված անընդհատ նշում է քո առաջն եմ դնում կյանքն ու մահը, քո առաջն եմ դնում օրհնությունն ու անեծքը, ընտրիր կյանքը, որ ապրես։ Աստված մեր առաջ է դնում։ Հետարքիր է, որ Աստված այսքան օրհնություններով բերել էր Իսրայելին, կերակրել էր նրանց մանանայով, կրակիսյունով առաջնորդում էր նրանց։ Աստված լիքը հրաշքներ արեց Իսրայելին, բայց երբ որ բերեց, հասրեց Հորդանանի առաջ, ասեց քո առաջն եմ դնում կյանքն ու մահը։ Հետարքիր է, որ այն Աստված, որ ամենակարող է, որ ամեն ինչից վեր է, որ նա է ստեղծել մեզ, տվել է մեզ ազատ կամք, ընտրելու օրհնությունը կամ ընտրելու անեծքը։ Ես հիշում եմ քոլեջում, երբ որ նոր էի, տենց Աստծո փոխհարաբերության մեջ նոր քայլեր էի անում։ Մի անգամ մեր դասախոսներից մեկը ասեց ինձ. «Բա որ Աստված այդքան բարի է, ինչի Եդեմի պարտեզում է չարի ծառը դրեց, որ մի հատ էլ Ադամը կերավ այդ պտղից»։ Ինչու՞ որ տենց մեջից մի անգամ տենց սպորտկաց այդ արտահայտությունը, որ Աստված այդ արել է մեր ազատ կամքի համար։ Աստված դրել էր չարի ու բարի ծառը, որպեսզի մենք ունենայինք ընտրության հնարավորություն։ Օրինակ, եթե մեր առաջ չգիտեմ, դնենք 2 նման խնձորներ, նույն համով, նույն տեսքով, նույն գույնի, երբ որ մեզ ասեն ես 2-ից 1 ընտրի, տենց մեր ընտրությունը չէր երևա այդտեղ, որտեղ երկուսն էլ նույնն են։
Բայց երբ որ մեկը փչացած լիներ, մեկը նոր քաղցր լիներ, մենք ընտրեինք քաղցրը, տեղ կերևար մեր ազատ կամքը։ Նույնը արեց Աստված։ Եդեմի պարտեզում դրեց այդ ծառը, որպեսզի Ադամ իր ազատ կամքով ընտրի Աստծուն։ Աստված մեզ էլ տվել է ազատ կամք ապրելու, գործելու, որպեսզի մենք մեր ազատ կամքով ընտրենք իրան։ Աստված երբեք մեզ չի պարտադրում ընտրել իրան։ Աստված մեր հետ կգործի ինչ որ բաներ ցույց կտա մեզ, բայց մեկը վերջնական ընտրությունը մնում է մեզ։ Շատ կարևոր է հիշել, որ այս ընտրություններից առաջ մեր կյանքում այն ընտրությունները, որ ունենք ներկայում մեր ապագան որոշելու է։ Երբ որ նոր փուլից առաջ կանգնած են, երբ որ պետք է մտնեին Քանանի երկիր, Աստված իրանց հիշացրեց այն ամեն հրաշքները, որ արել է անցյալում։ Աստված հիշացրեց, որ դու ծառա էիր Եգիպտոսում, որ դու պանդուխտ էիր։ Դրա համար էլ տվեց նրանց այն օրենքը, որ եթե 7 տարի քեզ ծառայի մեկը, 7-րդ տարում ազատ արձակիր նրան։ Աստված հիշացնում էր, որ ես եմ քո Աստվածը։ Ես եմ այն մեկը, ով քեզ ծառայության երկրից ազատեց։ Ես եմ այն մեկը, որ քեզ հրաշքներով Եգիպտոսի երկրից հանեցի։ Ու մենք էլ մեր կյանքում այսօր կանգնած ենք ընտրության առաջ։ Ու որպեսզի երբ որ գալիս է այդ ընտրության պահը չսխալվենք, մենք մեր կյանքում պետք է կանգ առնենք մի պահ։ Մի պահ կանգնենք ու հիշենք ով ենք մենք։ Ով ենք, Աստված ինչ արեց մեզ հետ։ Ինչ հրաշքներով բերեց հասցրեց ստե։ Եթե մենք հիշենք մեր օրհնությունները, այն ամեն ինչ որ Աստված արել է մեր կյանքին, տրտունջը մեր կյանքից կհեռանա, որտև մեզ անցյալում պահողն էլ Աստվածը, կարող է մեզ ապագայում էլ պահել։ Գիտեք, հետարքիր մի պատմություն կա Թվոց 16-րդ գլխում, ուզում եմ այդ հատվածը կարդամ։ 16-րդ գլխի 12-րդ համարից։ Երբ որ Դաթանը, Աբիրոնը Մովսեսի դեմ ապստամբեցին, մի հատ հետարքիր հատված 12-րդ խոսքում, ուզում եմ կարդամ։ Եվ Մովսես ուղարկեց Եղիաբի որդի Դաթանին եւ Աբիրոնին կանչելու համար։ Նրանք ասեցին. մենք վեր չենք գալ։ Փոքր բան է, որ մեզ անապատից մեջ մերցնելու համար կաթ ու մեղր բխող երկրից մեզ հանեցիր, որ մեզ վրա տիրապետել ես ուզում։ Եվ ապաքեն մեզ կաթ ու մեղր բխող երկիր էլ չտարիր, եւ ոչ էլ մեզ արտի եւ ագի ժառագություն տվիր։ Այս մարդկանց աչքերը հանելու ես, մենք վեր չենք գալիս։ Հետարքիր մատ արտահայտություն են անում։ Այստեղ ասում են մեզ հանեցիր կաթ ու մեղր բխող երկրից։ Հասկանում եք, Դաթանն ու Աբիրոնը իրանց շարժի մեջ, իրանց ճանապարհի մեջ կորցրել էին իրանց նպատակը։ Մոռացել էին, որ կաթ ու մեղր բխող երկիրը դա Քանանի երկիրն է։ Կաթ ու մեղր բխող երկիրը դա Եգիպտոսը չէր։ Նրանք ծառայ էին Եգիպտոսում։ Ու այս ընթացքում իրանք մոռացել էին, որ Աստված իրանց ծառայության երկրից էր հանե։ Երբեմն մենք էլ մեր կյանքի մեջ անցնելով մեր հոգևոր ընթացքը մոռանում ենք Աստված մեզ որտեղից է հանե։ Կաթ ու մեղր բխող երկիրը անվանում ենք աշխարհին։ Այն պիղծ տեղին, որտեղից Աստված մեզ հանեց։ Դրա համար կարևոր է, որ կանգնենք, հիշենք Աստված ինչ գործեր է արել։ Մի հետարքիր բան կա Նոր Կտակարանում Առաջի Կորինթացիս 11-րդ գլխում հետարքիր բան է ասում։ Սա այն հատվածն է, երբ որ մենք երևի ամենաշատ կարդացած տեղերից է հաղորդության համար 11-րդ գլխի 25-ից 26 համարները։ Առաջի Կորինթացիս 11-ի 25-ից 26 համարը։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է, իմ արյունովը, այս արեք, քանի անգամ որ խմեք իմ իշահատակի համար, որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա գա։ Հետարքիր է, որ հաղորդության ժամանակ, երբ որ մենք պետք է նորոգենք մեր ուխտը, Աստված մեզ ասում է. հիշեցեք իմ մահը, պատմեցեք իմ մահը։
Մենք պետք է հիշենք, որ Աստված մահացել է մեր մեղքերի համար։ Անդադ մեզ հիշացնենք, որ Աստված եկել է մեր մեղքերի համար։ Եթե մենք մոռանանք Աստծո գործերը, մեր կյանքի ընթացքում կարող է անարգենք Աստծուն։ Ինչպես անարգեցին Դաթանն ու Աբիրոնը։ Ինչպես որ Մովսեսին կանգնեցին, ասեցին, «Մերին Աստված քո հետ չի խոսում։ Ինչու եք մեզ առաջնորդում»։ Մոռացել էին, որ Աստված էր դրել Մովսեսին այդ դիրքի մեջ։ Երկրորդ Օրինաց գլխում 30-րդ գլխում Աստված ասում է, որ եթե նույնիսկ դու սխալվես էլ, Աստված քեզ հնարավորություն է տալիս ապաշխարելու։ Եթե նույնիսկ այն ազատ կամքը, որ Աստված մեզ տվել է, այդ ազատ կամքով մենք ընտրենք սխալ ճանապարհը, Աստված հավատարիմ է, Աստված ողորմած է, որ կարող է մեր մեղքերը ներել։ 30-րդ գլխի 2-ից մինչև 5-րդ համարներն ասում է. «Եվ քո Եհովա Աստծուն դառնաս, եւ նրա խոսքը լսես, բոլորովին, ինչպես որ ես այսօր քեզ պատվիրեցի, դու եւ քո որդիքը բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ։ Քո Եհովա Աստվածն էլ քեզ գերությունից կդարձնե եւ քեզ կողորմե, քեզ դարձյալ կժողովե, քեզ այն ամեն ազգերիցը, ուր որ քեզ Եհովա Աստվածը ցրել էր։ Եվ եթե մինչև երկրի ծայրերը քշված էլ լինեիր, քո Եհովա Աստվածը քեզ այնտեղից էլ կժողովե եւ այնտեղ էլ կառնե քեզ»։ Եթե նույնիսկ մենք սխալվենք էլ մեր ճանապարհների մեջ, մենք հույս ունենք Հիսուսի մեջ, որ ինքը ասում է, եթե քո սրտով դառնաս ինձ, եթե ինձ փնտրես սրտանց, ես ողորմած Աստված եմ, ես կներեմ քո մեղքերը։ Եթե դառնաս քեզ, աշխարհի ծայրներ ցրած լինեմ քեզ, կհավաքեմ։ Մեր Աստված հավատարիմ Աստված է։ Մեր սրտերում պետքա դնենք, որ եթե նույնիսկ սխալվենք էլ, մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Մեր կյանքը Աստված է։ Եթե նույնիսկ սխալվենք էլ, պետքա գնանք նրա մոտ։ Գնանք նրա մոտ եւ ողորմություն կընդունենք։ Երբ որ մեր կյանքի նոր փուլեր են գալիս, պետք է մտնենք նոր փուլերի մեջ, նոր հոգևոր ինչ-որ բարձունքների մեջ, պետք է մեր սիրտը խոնարհեցնենք Աստծո առաջ։ Պետք է հիշեցնենք մեզ, որ ով ենք մենք, ինչ արեց Աստված, ինչ հրաշքներ ցույց տվեց եւ ուր ենք գնում մենք։ Մենք մեր հոգևոր կյանքում երբեմն կարող է նպատակից շեղվենք։ Մոռանանք, որ մեր նպատակը երկինքն է։ Կենտրոնանանք աշխարհի գործերի վրա, փողի վրա, գործի վրա ու նմանատիպ այլ բաների վրա։ Մենք պետք է մեր անձին հիշեցնենք, որ մեր Աստվածը Տերն է, որ մեր նպատակը երկինք հասնելն է, մեր նպատակը Հիսուսի հետ լինելն է։ Փառք Աստծուն, որ մեզ տվել է ազատ կամք, որ մենք ռոբոտ չենք։ Այն մեծ Աստված, որ ամենակարող է, մեզ չեղողներից ինչ որ բան մեզանից չներկայացնողներից տվել է ազատ կամք, որ ընտրենք կյանքն ու մահը, ընտրենք օրհնությունն ու անեծքը։ Երանի թե մեր սրտերում միշտ լինի, որ ընտրենք Աստծուն ամեն իրավիճակի մեջ։ Առաջարկում եմ աղոթենք։ Մենք գոհանում ենք քեզանից իմ Աստված։ Մենք գոհանում ենք քեզանից Հիսուս, որ դու փառավոր ու մեծ ես։ Մենք գոհանում ենք քեզանից իմ Աստված ջան, որ դու մեզ սիրեցիր։ Շնորհակալ ենք քեզանից իմ Աստված ջան, որ դու մեր մեղքերը ներեցիր իմ Աստված։ Տեսնելով մեր անցյալը Հիսուս ջան, տեսնելով մեր ապագան, որ նույնիսկ ապագայում էլ կարող է սխալվենք, Տեր ջան, դու եկար ու մահացար ամեն մեկիս համար Հիսուս ջան։ Աղոթում եմ իմ Հիսուս, օգնիր, որ մեր սրտերի մեջ պահենք, մեր մտքի մեջ պահենք իմ Աստված, որ դու ես մեր Աստվածը, որ դու մեզ տվել ես ազատ կամք, Տեր ջան, ու այդ ազատ կամքով քեզ ընտրենք Հիսուս։ Օգնիր իմ Աստված ջան, եթե նույնիսկ սխալվել ենք Տեր իմ, օգնիր մոտենալ քեզ Հիսուս, որովհետև քեզանից խոստում կա Տեր ջան, դու քեզ մոտեցողին չես անարգում իմ Աստված։ Մենք փառավորում ենք քո սուրբ անունը, որտեղ միայն դու ես արժանի փառքերի։ Մեծարվիր ու փառավորվիր մեր կյանքերի մեջ իմ Աստված։ Ամեն։